Բարև ձեզ։ Հարգելի քաղաքացիներ, շարունակելով ներկայացնել կատարողական վարույթի մասին նոր օրենքի առանձին կարգավորումները, այսօրվա զրույցի ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնի պետ Հարություն Առաքելյանի հետ կխոսենք ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու կարգի մասին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Կխնդրեմ մանրամասնեք, թե մինչ այժմ ինչպես է իրականացվում ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձումը եւ գործընթացը 2026 թվականի նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինչ փոփոխությունների է ենթարկվելու։ Մինչ նոր օրենքի ընդունումը պարտապանի բաժինն ընդհանուր գույքից առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու մասին որոշումն ընդունում է դատարանը։ Այս հանգամանքը զգալիորեն երկարացնում է կատարողական վարույթի ժամկետները, դատական համակարգում առաջացնելով ավելորդ ծանրաբեռնվածություն։ 2026 թվականի հունվարի 1-ից նոր կարգավորմամբ այս լիազորությունը վերապահվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, այսպիսով գործընթացը դարձնելով վարչական, արագ եւ առավել արդյունավետ, առանց դատարան դիմելու պարտադիր պահանջի։ Կատարողական վարույթի մասին օրենքը սահմանել է երկաստիճան մոտեցում, եթե պարտապանի բաժինը հնարավոր է բնեղենով առանձնացնել, ապա հարկադիր կատարողը կայացնում է համապատասխան որոշում, որով պարտապանի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքից եւ բռնագանձում տարածվում այդ բաժնի վրա։ Այդ որոշումը հիմք է հանդիսանում անշարժ գույքի իրավունքի գրանցման կամ փոփոխման համար։ Եթե պարտապանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել, ապա հարկադիր կատարողը իրացնում է ամբողջ գույքը հարկադիր աճուրդի միջոցով, իրացումից ստացված գումարը բաշխելով համասեփականատերերի միջև ըստ նրանց բաժինների, իսկ պարտապանի բաժինը ուղղում պահանջատիրոջ պահանջի բավարարմանը։ Այս մոտեցումը ամբողջությամբ բխում է օրենքի կատարողական վարույթը պարզեցնելու եւ արագացնելու նպատակից։ Պարոն Առաքելյան, կխնդրեմ մեկնաբանեք նաև, թե ինչպես է ապահովում համասեփականատերերի համար պարտապանի բաժինը գնելու նախապատվության իրավունքը։ Նոր օրենքով նախապատվության իրավունքի ապահովման գործընթացը դառնում է առավել հստակ եւ կանոնակարգված։ Հարկադիր կատարողը կատարողական վարույթի մասին օրենքով սահմանված ծանուցման եղանակներից որևէ մեկով գույքի համասեփականատերերին ծանուցում է իրենց նախապատվության իրավունքի մասին, նախապատվության իրավունքից օգտվող համասեփականատերը ծառայության համապատասխան ստորաբաժանման դեպոզիտ հաշվին է վճարում գույքի շուկայական արժեքի 3%-ի չափով գումար եւ ներկայացնում միջնորդություն։ Միջնորդությունը բավարարելուց հետո առաջիկա ոչ ընթացիկ աճուրդը մինչև 1 ամիս ժամկետով հետաձգվում է, որպեսզի համասեփականատերը հնարավորություն ունենա ամբողջությամբ վճարել պարտապանի բաժնի արժեքը։ Եթե առկա է 1-ից ավելի գնորդ, ապա բաժինը վաճառվում է համամասնորեն ըստ նրանց բաժինների։ Եթե միջնորդություն ներկայացրած համասեփականատերը սահմանված 1 ամիս ժամկետում չի վճարում ամբողջությամբ գումարը եւ չի գնում պարտապանի բաժինը, ապա կորցնում է իր կողմից նախապես վճարված 3% գումարը եւ այդ գումարը ուղղվում է պահանջատիրոջ պահանջի բավարարմանը։ Իսկ եթե կատարողական վարույթով դադարել է պահանջը, ապա այն վերադարձվում է վճարողին։ Ընդ որում, թեկուզ եւ պարտապանի բաժինը հնարավոր է բնեղենով առանձնացնել, կարող է ընդհանուր գույքը իրացվել, եթե առկա է համասեփականատերերի կողմից ներկայացված միջնորդություն կամ ակնհայտ է, որ ընդհանուր գույքի իրացումը ապահովում է պարտապանի բաժնի առավել բարձր արժեքով։ Այստեղ առաջնային նշանակություն ունի կատարողական վարույթի առանձնահատկությունը եւ պահանջատիրոջ շահերի համապարփակ պաշտպանությունը։ Բազմաբնակարան շենքերի դեպքում օրենքը սահմանել է հատուկ մոտեցում, բնակարանից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար եւ այն իրացվում է հարկադիր աճուրդի միջոցով։ Եթե պարտապանը կամ համասեփականատերերից որևէ մեկը պնդում է, որ պարտապանի բաժինը հնարավոր է բնեղենով առանձնացնել, ապա պետք է ներկայացնի համապատասխան մասնագիտական եզրակացություն, առաջարկելով առանձնացման եղանակը։ Ներկայացված մասնագիտական եզրակացության դեմ պահանջատերը կարող է ներկայացնել առարկություն։ Այս դեպքում հարկադիր կատարողը նշանակում է փորձաքննություն ներկայացված եզրակացության հիմնավորվածությունը ստուգելու համար։ Այս մոտեցումը թույլ է տալիս բացառել չհիմնավորված պահանջները, ապահովելով իրավաչափ օբյեկտիվ ընթացակարգ։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել մեր իրավական պարզաբանումների շարքին իրազեկ լինելու համար։